Հետաքրքիր մի բանի մասին եմ այսօր խոսելու թանկագիններ։ Մի հետաքրքիր թեմա, բոլորդ գիտեք, մի հետաքրքիր պատմություն չասեմ, մի բան, որը որ բոլոր կարծես թե քրիստոնյաները գիտեն ինչի մասին է դա, այսօր խոսալու եմ տերունական աղոթքի մասին։ Գիտեք, չէ՞, տերունական աղոթքը որն է, որ մենք ասում ենք հայրմերը։ Այսօր խոսալու ենք հայրմերի մասին, բայց գիտեք, ուզում եմ ասեմ, որ թե հայրմերը ուղղակի ինչ որ մի աղոթք է, եւ երբ որ անցնելով միանգամից խոսքի Ղուկաս 11-րդ գլխի մեջ գրված է, որ եկան աշակերտները Հիսուսին եւ ասեցին. Տեր, սովորացրա մեզ աղոթել։ Գիտեք, այսօր մենք չենք սովորելու աղոթել, մենք սովորելու ենք ապրել։ Ու ես քեզ ցույց կտամ, որ Հիսուսը ուղղակի ինչ որ խոսքերի հերթականություն կամ լավ նախադասություններ ու միտք չէր, որ փոխանցեց, ասեց, որ գիտեք, սա անգիր արեք, ու երբ որ կուզենաք աղոթեք, դուք անգիր սա կրկնեք։ Ես դեմ չեմ անգիր կրկնողներին, ես դեմ չեմ անգամ 7 անգամ կրկնողներին այդ աղոթքը, որովհետև տարբեր եկեղեցիներ տարբեր սովորություններ ունեն, ընդունում են հայրմեր աղոթքը, բայց ես ուզում եմ այսօր մենք ավելի խորը հասկանանք, տեսնենք ինչի նկատի ուներ մեր Տերը, երբ որ ասում էր այսպես աղոթք արեք։ Ամեն։ Ինչ է աղոթքը։ Ինչ է աղոթքը։ Ոչ թե կրոնական ինչ որ ծես է։ Այո, մենք ունենք ծիսակատարություններ, բայց սա ոչ թե ինչ որ մի ծեսի մաս է, որ ուղղակի գիտես, դե սրանով պետքա սկսել, սրանով պետքա ավարտել, թեև այդպես էլ լինի, բայց դա շատ քիչ է եւ բավական չի։ Ու հայրմեր աղոթքը կամ տերունական կոչվող աղոթքը ինքը ավելի խորն է, իր մեջ մեծ բովանդակություն կա։ Ինքը մի մեծ խորը պարունակություն է, եւ ես չեմ ուզում ասել, եկեք ինչպես աղոթենք։ Այսօրվա իմ թեման, թե ինչպես մենք պետք է ապրենք։ Ու իմ տեսանկյունն է այսօր վերցրած, մի ուրիշ կողմից եմ ես այդ տեսանկյունը ուզում եմ բացեմ, մենք ամեն մեկս հասկանանք, որ տեսնենք Աստծո կամքը։ Ամեն։ Այսինքն մենք այս աղոթքի միջոցով կամ այս բառերի միջոցով մենք տեսնելու ենք ով է Աստված, ինչպիսին է Աստված եւ ինչ ու ինչ ցանկություն, ինչ է ուզում Աստված անի մեր կյանքի մեջ։ Ամեն։ Դրանից հետո, երբ որ մենք կաղոթենք արդեն այս աղոթքը, այդ ժամանակ դա նշանակություն կունենա։ Այդ ժամանակ դա մենք հասկանալով կաղոթենք։ Ինչ է աղոթքը, թանկագիններս։ Ինչ է։ Փոխհարաբերություններ Աստծո հետ։ Ամեն։ Համաձայն եք բոլորդ։ Ոչ թե աղոթքը տուր է։ Բայց աղոթքի մեջ տուր է կա։ Ամեն։ Փոխհարաբերություններ Աստծո հետ։ Ամենակարևորը։ Իսկ ի՞նչ է փոխհարաբերությունները, թանկագիններս։ Կյանք է։ Չէ՞։ Փոխհարաբերությունները դա նորմալ կյանք է, որ մենք ունենք իրար հետ, մենք ունենք մարդկանց հետ, ունենք ընտանիքներում ու պետք է ունենանք Աստծո հետ։ Ամեն։ Եկեք գնանք առաջ։ Երկու տեղ դրա մասին գրված է, ավելի շուտ մենք նայելու ենք հիմնականում, որտեղ Ղուկասի մեջ է գրված եւ Մատթեոս 6-րդ գլխում է գրված։ Ղուկասի մեջ վերջավորությունը չկա, որ ասում է լինի թող ով գիտի անգիր։ Անգիրով գիտի հայրմերը։ Որ սկսենք, կավարտենք, չէ՞։ Դժվար թե մոռանանք։ Ահա։ Մեզ ովքեր որ համացանցով լսում են, ասեն, որ բոլորն է գիտեն։ Իրականում բոլորս էլ գիտենք։ Ամեն։ Եկեք 6-րդ գլխից գնանք։ Ես այսպես եմ անվանել այսօրվա թեման։ Լավ, եկեք Մատթեոսից կարդամ, որտեղ Ղուկասում մի քիչ ուրիշ է, բայց մենք հետո բաներ կանենք։ Եվ ասում է 9-րդ խոսքից. Ուստի դուք այսպես աղոթք արեք. Մեր հայր, որ երկնքում է, սուրբ լինի քո անունը։ Ես ուզում եմ գնանք արագ, բայց վերնագրել եմ այսպես. ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա։
Որովհետև մենք պետք է հասկանանք, որ այս աղոթքի կարևորությունը, այս նպատակը, ես էլ չեմ ասելու այս աղոթքի, այլ ասելու եմ այս իմաստի, այս խորության, այս ուղերձի Աստծուց, որ եկավ մեզ, սա ցույց է տալիս երկնքի կացությունը, երկնքի իրավիճակը, ու ոչ թե միայն երկնքի, այլ այն փափագը Աստծո սրտի, որ պետք է լինի երկրի վրա։ Ամեն։ Մինչ այդ մի վերնագիր էի գրել էի Տեր սովորեցրու մեզ ապրել։ Բայց թող սա լինի, եթե կուզես քո մոտ գրի դա, բայց թող լինի ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա։ Ամեն։ Սա է մեր նպատակը։ Խնդրում եմ, ինչպես երկնքում է, հիշիր, այդպես էլ երկրի վրա, այդպես էլ քո կյանքում, այդպես էլ քո շրջապատում, այդպես էլ քո գործերի մեջ, քո ծառայության մեջ ու ամենուրեք։ Ամեն։ Անկախ նրանից որտեղ դու կաս, որտեղ չկաս, ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա։ Ամեն։ Մենք խոսում ենք հավատքի մասին, ու հավատքով ենք մենք ճանաչում Աստծուն։ Մենք ճանաչում ենք Աստծուն, մեր հավատքը զորանում է։ Մենք ճանաչում ենք Աստծուն, մենք լուսավորվում ենք։ Ամեն։ Մենք Հիսուսը ավելի շուտ Հովանես ավետարանիչը իր առաջի հենց խոսքերում, Հովանեսի ավետարանի առաջի գլխի այդ խոսքերում ասում է լույսը եկավ աշխարհ։ Չէ՞։ Ասում է խավար իրան չընդունեց, բայց խավարը պետք է ընդուներ։ Ասում է եկավ իրենների մոտ, այսինքն բայց իրենները չընդունեցին ու շարունակում ասում է բայց ովքեր որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Նրանք Աստծո որդիներ կոչվեցին։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ թանկագիններ, որ գիտեք լույսը եկավ, ովքեր որ ընդունեցին լույսը, խավարը փախավ նրանցից։ Ամեն։ Ու նրանք ընդունելով լույսը, այսօր, եթե դու ընդունել ես լույսը, դու փոփոխվել ես, ու դու ինքդ ես դառել լույս։ Ամեն։ Իմ ասացի նպատակը դա է, ովքեր որ հավատում են Աստծուն, նրանք ցույց են տալիս Աստծուն։ Ովքեր որ ճանաչում են Աստծուն, նրանք ապրում են Աստծով։ Աստծո պես։ Ամեն։ Աստծո ուզածով։ Այս սա է մեր հավատքը, սա է նպատակը թանկագիններս։ Լավ, գնանք առաջ, Հայր մեր։ Առաջի կետը, որի ես վերցրել եմ, Հայր մեր, որ երկնքում ես։ Լավ, կպցնենք իրար, որտեղ ամեն մի բառի վրա երևի թե կարելի է շատ երկար խոսել, բայց մենք ժամանակի մեջ ենք։ Ինչ էր ուզում սրանով ասել Հիսուսը, երբ որ ասեց Հայր մեր։ Սա մի նորամուծություն էր, սա նոր բան էր, երբ որ Հիսուս ասում է Աստծուն ասեք Հայր։ Ոչ թե տիրակալ, ոչ թե ահավոր, ոչ թե բազմած փառքի աթոռին, որովհետև երբ որ հին ուխտը նայում ես, Աստված դրսևորվում էր իր տարբեր անուններով, ոչ թե, չէ՞, ոչ թե ամենակարող, ամենագո, այլ Հայր։ Ինչի մասին է Հայրը թանկագիններս։ Նա բերեց ու այդ մեջտեղի բաժանությունը, այն մարդկային պատկերացումները նա վերացրեց ու բերեց մի նոր փոխհարաբերությունների։ Ամեն։ Ու գիտես ես հղում եմ անելու հենց մեր վրա, ինչպիսին են մեր փոխհարաբերությունները այսօր Աստծո հետ։ Այո, Աստված է, մենք մարդիկ ենք իր ստեղծածն ենք, բայց երբ որ Աստված մեզ թույլ է տալիս ունենալու այս փոխհարաբերությունները, եթե Հայր, ուրեմն որդի, եթե Հայր, ուրեմն հոգատար, եթե Հայր, ուրեմն գիտես իր ողջ սիրտը միտքը կենտրոնացած է քեզ վրա, եթե Հայր, ու ասում է, որ երկնքում ես, այսինքն մենք հասկանում ենք, որ ամեն բան երկնքով է ստեղծվել, ամեն բան երկնքի, չէ՞, մոդուլն է, ինչ որ կա երկրի վրա, երկնքի կամքն էլ է, մի քիչ հետո կհասնենք դրան, բայց մեր Հայրը երկնքում է, մենք հայրեր ունենք, որ երկրի վրա են, երկիրը սահմանափակ է, մեր հայրերը սահմանափակ են, բայց մեր երկնային Հայրը անսահմանափակ է, քո երկնավոր Հայրը անսահմանափակ է, նրա սիրտը այնքան մեծ է, նրա կարողությունը այնքան մեծ են, նրա փափագը այնքան շատ է քո հանդեպ, ու Հիսուսը կոտրում է կարծատիպեր, Հիսուսը կոտրում է փարիսեցիները չկարողացան ընդունեին, որ Աստված Հայր է, ասեցին մենք Աբրահամն է մեր Հայրը,
Իրանք սխալ բան չէին ասում, բայց Հիսուսն ասում էր, լսեք, եկեք նոր մի գաղափար, ընտանեկան մթնոլորտ, Աստծո սիրտը հայրական է քո հանդեպ։ Աստծո սիրտը այն քառակուսի մտածելակերպը չի, որ խելոք մնա թե չէ կպատժեմ։ Աստծո սրտի մեջ այն խստությունը չի, որ ման է գալիս Աստծո աչքերը գրված է, չէ, ման է գալիս երկիրը եւ կրոնավորները մտածում են, տենաս ում գտնի, որ օխ մի հատ հախից գա։ Իրանց մտածելակերպի մեջ սա էր։ Բայց Հիսուսը ասեց, Աստծո աչքերը ման են գալիս, որ ողջ երկիրը որ տեսնեն հավատարիմներին եւ ինչ անեն, բարձրացնեն։ Աստծո աչքերը ման են գալիս, որ մարդկանց կպցնեն, իրան մոտեցնեն, որ ինքը հայտնվի։ Սա է նշանակում հայր մեր, որ երկնքում ես։ Ամեն, որ բարձր ես երկրի վրա եղած ամեն ինչից։ Թանկագիններ շատ կարելի է, որ ես ժառանգն եմ քո, եթե դու իմ հայրն ես։ Ամեն։ Ես քո տան բնակիչն եմ, ոչինչ, թեկուզ, միգուցե անառակ, բայց մեկը մենք գիտենք, որ անգամ անառակ որդու համար հայրական օջախի մեջ տեղ կա։ Մի ժամանակ անառակ էր, բայց այլևս ոչ։ Այլևս մատանին է, հագուստն է, պատիվն է, չէ, արտոնությունն է, ժառանգության վերականգնում կա, թանկագիններս, ինչ կարծիք ունես դու Աստծո մասին, ինչ կարծիք ունես դու քո մասին։ Երբեք մի նայիր Աստծուն, մի թող որ խավարը շող գցի Աստծո անվան վրա, Աստծո սրտի վրա, ու այդ շողը ընկնի քո վրա։ Թե ինչպես է Աստված մտածում։ Սա մի հատ մեծ հեղափոխություն էր, որ եկավ լսողների մեջ։ Ու իրականում ովքեր որ ընդունեցին կամ ովքեր որ հավատացին, նրանց կյանքի մեջ լուրջ փոփոխություններ եկավ։ Բայց մարդիկ եղան, որ լսեցին ու սկսեցին բամբասել։ Մարդիկ եղան, որ լսեցին ու չթողեցին իրանց ճակերտավոր կրոնավոր աստվածպաշտությունը հետևելու Հիսուսին, ավելի լավ ճանաչելու համար Աստծուն։ Ամեն։ Երկնքից է ամեն բանի սկիզբը։ Ամեն։ Ինքն է սկզբաղբյուրը, ինքն է հայրը, այսինքն աղբյուրը ամեն ինչի։ Ու եթե այսօր իմ քո կյանքում ինչ-որ մի բան չկա, հնարավոր է լինի, կարող է լինի, որտեղ ամեն բան իրանից է գալիս։ Ամեն։ Ինչքան լավ է ունենալ հայր եւ երկրի վրա, բայց առավել եւս երբ որ երկնքում կա։ Նրա ուզելով ենք մենք ծնվել, նրա կամքով ենք մենք ստեղծվել։ Եվ այո, նա ամեն օր նայում ու հոգ է տանում մեր համար։ Ամեն, հայրական սիրտը, ծնողի սիրտը ուրիշ է։ Այո։ Այո։ Այո, փառք Հիսուսին։ Քո անունը սուրբ լինի կամ սուրբ լինի քո անունը, հաջորդ մասը։ Քո անունը սուրբ լինի։ Ինչի մասին է սա խոսում։ Ինչ անուն է Աստծո անունը, մեր երկնային հոր անունը, սուրբ։ Սա խոսում է նրա սրբության մասին, սա խոսում է նրա անարատության մասին։ Մենք մարդիկ ենք, մի օր շիտակ ենք, մի օր ծոր։ Մի օր մեր սրտի մեջ սենց լցված է փափակ մեկի հանդեպ, մի օր չէ, լրիվ հակառակը։ Մենք մի օր լավ ենք, մի օր վատ ենք, բայց սա խոսում է անխախտ լինելու մասին, անարատ լինելու մասին։ Ով է իմ Տերը, իմ Աստվածը, իմ Հայրը, երկնային, նա սուրբ է, նա կատարյալ է, նրա մեջ, ասում է, դարձվածքի շուք, խավար, ոչ մի վատ բան չկա։ Դա սատանան է, որ գալիս է ամեն անգամ ու փորձում է մեզ խաբել, դա գիտեք խնդիրը ինչումն է, որ մենք իրան չենք ճանաչում։ Ես էլի եմ ուզում ասեմ, գիտես, սա ուղղակի արտասանված բառեր չեն, անգիր արված տերունական աղոտ կոչվածը, սա ուղղակի անգիր անելու համար չի, սա ապրելու համար է, հավատալով։ Ինչ ունի Աստված մեզ ասելուն, ասում է իմ անունը սուրբ է, ես իմ անունը առանձնացրել եմ եւ իմ անունը պատկանում է քեզ։ Իմ անունը, այսինքն ես, Աստծո անունով Աստված իրան է հայտնում։ Իր անունով ինքը հայտնում է իրան, իր բնավորությունը, կատարյալ լույս։ Եթե կատարյալ լույս, ուրեմն իր մտքերի մեջ կատարյալ պարզություն մեզ համար, իր սրտի մեջ կատարյալ ուղղություն դեպի մեզ։ Ամեն։
Քո անունը սուրբ լինի։ Ինչի մասին է։ Մենք պետքա ճանաչենք ինչպիսին է Աստված։ Ինչա նշանակում ուրիշ բառերով սուրբը։ Մի անուն, մի անձնավորություն, ով որ իրան առանձնացրել է, հատուկ քեզ համար։ Հա? Մի մտածի, որ գիտես, այսքան մարդ կա, հիմա Աստված որից հասնի։ Հիմա Աստված որից նկատի, հիմա Աստված, հա, գիտես, այն ճանաչվածներին լավ էլ նկատում է, բայց ես ով եմ, չգիտեմ։ Աստված ասում է, ես ինձ առանձնացրել եմ, այսինքն ես ին վրա վերցրել եմ պարտականություն քո հանդեպ, քո նկատմամբ։ Սուրբ նշանակում է առանձնացված լինել։ Կադոշ բառն է, եթե չեմ սխալվում։ Ինչ է սուրբը, կամ ինչ է այդ անունը։ Նայեք, մենք այսօր ունենք հարազատներ, ծանոթներ, բարեկամներ, անվանի, չէ՞, որոնց անունը հնչեղ է, դիրք ունեն, հեղինակություն ունեն, ազդեցություն ունեն։ Եվ կան մարդիկ, որ չես էլ ուզում անունը տաս։ Ուղղակի մարդկորեն խոսենք, հա? Որ չես ուզում լսես անգամ։ Ասում ես, գիտես, ինքը իր անվան հետ խաղացել է, ինքը իր անունը ոտնակոխ է արել, ինքը զրոյացրել է իր անունը, այսինքն նշանակում է իր խոսքը, իր կյանքը չի բռնում իրար։ Նա մեր ժողովրդական ասացվածքը լավ է, մարդու հաճկը դուրս գա, չէ, քանց թե անունը։ Իհարկե վատ իմաստի մասին է, երբ որ անունը դուրս է գալիս, այս ինչքան վատն է։ Երբ որ ասում ենք Աստծո անունը սուրբ է կամ քո անունը սուրբ լինի, Հիսուսը ուզում էր ներկայացնել ու ասել, գիտես, ինչքան անուններ ունենաս, ինչքան անուններ իմանաս, այս անունը յուրահատուկ մեկն է, առանձնացված անուն է, որ չի կարելի համեմատել ոչ մի անունների հետ։ Այս անունը բարձր է բոլոր անուններից, ամեն, ու մենք գիտենք եւ ասում ամեն ծուն կամ ամեն անուն, չէ՞, խոնարհվելու է Աստծո անվան առաջ, ամեն տեսակի անուններ։ Թող այս անունը, մեր Աստծո անունը մեր կյանքի համար լինի միակը, ու երբեք չհամեմատենք ուրիշներին Աստծո հետ։ Նա պետք է լինի այն անձնավորությունը մեր կյանքի մեջ առանձնացված։ Ամեն։ Այո, գիտեք, մարդիկ կան, որ մենք ճանաչում ենք, բոլորն էլ մեր համար հավասար են, օրինակի համար, էլի, սա նա է, բայց կան, որ գիտես, ով, բայց սա առանձին տեղ ունի իմ կյանքում, ով, բայց սա յուրահատուկ է իմ համար։ Այս սա է, երբ որ Աստծո անունը, երբ որ ասում ենք Տեր, քո անունը թող սուրբ լինի։ Թող սուրբ լինի իմ կյանքի մեջ։ Ես գնահատել իմանամ ու իրականում արժանավույնս պատիվ տամ քեզ քո անվան համար։ Կարելի է գնանք առաջ։ Քո արքայությունը գա։ Հաջորդը։ Ես ընդունում եմ Աստծո արքայությունը։ Գիտեք Աստծո արքայությունը ինչպես է գալիս։ Եկավ Հովհաննես Մկրտիչը, եկավ Հիսուս եւ ասեցին, գիտեք, մոտեցել է Աստծո արքայությունը։ Այնքան մոտ է, շատ մոտ է, արդեն քո դուռն է թակում, բայց մի բան է պետք, որ Աստծո արքայությունը գա քո կյանքի մեջ։ Ինչ արեք։ Ապաշխարեք։ Ասելով Աստծո արքայություն, մենք չենք կարա հղում չանենք ապաշխարությանը, թանկագիններս։ Առանց ապաշխարության չկա Աստծո արքայություն։ Ինչ է Աստծո արքայությունը, սա իր թագավորությունն է, սա իր օրենքներն են, սա իր ազդեցությունն է։ Ամեն։ Սա Աստծո մուտքն է, ինչ որ տարածք, ինչ որ կյանքի մեջ, այս դեպքում մեր կյանքի մեջ։ Երբ որ Հիսուսը սովորացնում էր, ուզում էր ասել, լսի Աստված ուզում է, որ ինքը քո կյանքի մեջ իր օրենքներով, իր ներկայությամբ, իր թագավորության կանոններով հանդես գա։ Ու ձեզ պետք է ապաշխարել։ Ուզում ես Աստծո թագավորությունը լինի քո կյանքի մեջ։ Աստծո օրենքները տիրեն քո կյանքի մեջ։ Մենք ապաշխարենք պետք է։ Ինչ եմ ուզում ասեմ ապաշխարենք։ Մենք մեր միտքը պետք է փոխենք։ Մենք պետք է մտափոխվենք ու հասկանանք ու ասենք, սա ճիշտ չի, սա Աստծո արքայության օրենքը չի։ Ու ես հրաժարվում եմ, ես դառնում եմ, ես որոշում եմ կայացնում։ Ու սա մի անգամ չի լինում։ Ապաշխարությունը մեր ամբողջ կյանքի ընթացքն է։ Դրա համար ինչ է Աստծո արքայությունը, երբ որ գիտեք, ոչ թե հիմա ես սենց շատ կրկնում եմ, որ
ուղակի չէ շող գցեմ։ Գիտես, այնքան հեշտ է աղոթել։ Հայր մեր, որ երկնքում ես, անունը քո սուրբ լինի, քո արքայությունը գա։ Իսկ ես ինչ եմ անում, որ Աստծո արքայությունը գա։ Ինչ եմ անում։ Դե թող գա էլի, գալիս է գա, չէ։ Ոչ։ Ասում ապաշխարեք, այնքան մոտ է։ Իր ազդեցությունը այնքան մոտ է։ Չէ որ արքայություն ազդեցություն։ Արքայություն օրենքներ, արքա, կարգ ու կանոն։ Մենք պետք է համաձայնվենք սրա հետ թանկագիններս, ու մենք պետք է թողենք, որ Աստծո արքայությունը լինի մեր կյանքերի մեջ։ Մի ուրիշ խոսքերով ասած, բացեմ դռները եւ ասեմ, խնդրեմ, քո արքայությունով, քո օրենքներով, չէ որ սա որոշումը։ Ամեն։ Թող Աստծո արքայությունը գա։ Մենք ենք Աստծո արքայության դեսպանները։ Մենք ենք Աստծո արքայությունը տարածողները, մենք ենք իրան առաջի հերթին մեր մեջ կրողները, թանկագիններս, ոչ թե ուղակի Աստծո արքայությունը թող գա։ Ու ես էլ, դուք էլ, բոլորս էլ աղոթել ենք մեր աղոթքների մեջ ու ասել ենք. Տեր թող քո արքայությունը գա, բայց մեր մտքերի մեջ ինչ որ պատկերացումներ ենք ունեցել, չէ՞։ Թե ասել ենք, դե լավ, թող քո արքայությունը գա։ Բայց այսօր եկեք հասկանանք, իսկ եթե ասում ենք թող քո արքայությունը գա, ինչ նկատի ունեմ, կամ ինչ սպասում ես ունեմ։ Աստծո արքայությունը եւ Աստված մեր արքան ինքը խոսում էինք մի քիչ առաջ, սուրբ է։ Ճիշտ է։ Ինքը տիրակալ է։ Երբ որ ասում եմ թող գա, ուրեմն ես հնազանդեցնում եմ ինձ։ Ես խոնարհվում եմ այդ օրենքների առաջ։ Մենք կարող ենք աղոթել, ու թանկագիններ, եթե լսում եք, մենք կարող ենք անգիր ասել, բայց աստծոք ես ենթարկվում եմ Աստծո արքայության օրենքներին։ Հա? Թե խախտում եմ մեկը մյուսի հետևից, ինչպես ճանապարհային երթևեկության կանոնները կխախտեմ։ Իհարկե, եթե ոստիկան չկա առջևս կամ տեսանկարահանող սարքեր։ Իսկ ես հնազանդվում եմ այդ օրենքներին։ Աստծո արքայության օրենքները գրված են այստեղ, կանոնները, ու այս ամեն ինչը մեր օգտի համար է։ Ու եթե ես աղոթում եմ Աստծո արքայությունը գա, ու բայց չեմ վարվում, ուրեմն ով եմ ես, կռով աստծվում, կեղծավոր։ Ուրիշ ոչ մի բան, չէ՞։ Եթե մեկին հրավիրում եմ տունս, բայց այդքան էլ աշկովաշ չունեմ իրան տեսնելու, բայց համեցեք, ես գիտես ինչքան երկար էի քեզ սպասել։ Այո, մեր Աստված ուզում է իր ողջ լավ ազդեցությամբ գա քո կյանքի մեջ։ Աստված ուզում է իր ողջ ազդեցությամբ ու ներկայությամբ գա իմ ու քո կյանքի մեջ, ու իմ ու քո կյանքի միջոցով քո ընտանիքի մեջ, քո երկրի մեջ, քո քաղաքի մեջ, որ ազդի։ Այո, հիմա աշխարհը ուզում է տենա, արդյոք Աստծո արքայությունը քո մեջ է, որ դու այդքան խոսում ես Աստծո մասին։ Կա Աստծո արքայությունը քո մեջ։ Այդ թագավորը քո համար թագավոր է։ Օրենքները օրենքներ են, հնազանդությունը հնազանդություն է։ Մի ուրիշ բան էլ ասեմ։ Աստված ասում է ես գալիս եմ ու ամեն ինչ որ իմն է կարա լինի քոնը։ Գիտեք Հայաստանը ինչ որ լավ աշխարհի ամենավատ երկիրը տնտեսապես, չգիտեմ, բարոյապես ընկած։ Որ կա ենթադրենք ունի ոչ մի բան, մի խոսքով։ Բայց որտեղ որ կա ենթադրենք ԱՄՆ-ի դեսպանատուն։ Ու դուք մտածում եք ԱՄՆ-ի դեսպանատան աշխատողները հոգ են անելու, թե այս երկիրը տնտեսապես նվաղ, սնանք, չգիտեմ, ընկած երկիր է, տենաս մենք ոնց ենք ապրելու։ Իրանք հոգ չեն անում, որովհետև իրանց համար գործում է Միացյալ Նահանգների արքայությունը, թագավորությունը, իրանց սպասարկում այս երկիրը, իրանց մատակարարում այս երկիրը, ու եթե ես աղոթում եմ քո արքայությունը գա, ուրեմն ես պետք է հավատամ, որ իմ մատակարարումը Տիրոջ արքայությունից է, իմ տկարության մեջ Տիրոջ զորությունը, Տիրոջ
երկնքից ու արքայությունից է, իմ նեղության, դժվարության մեջ իմ երկիրը, որը որ երկինքն է այդ դեպքում, չէ, որտեղ մենք երկնավորներ ենք Քրիստոսով, նա է անմիջապես հասնում։ Այլ ես կարիք չունեմ, այո, ես ապրում եմ այս երկրի մեջ, բայց եւ ասում եմ, թող քո արքայությունը գա։ Ու այստեղ համոզված եմ, որ իր արքայությունը եկել է, իր արքայությունը պատրաստ է իմ կյանքի մեջ գործելու, որտեղ Հայր Աստված ասեց Հիսուս, գնա ու ասա, ես իմ արքայությունը ձեզ եմ տալիս։ Մի խոսքում Հռոմեացիների 14-17-ում գրված է, որ Աստծո արքայությունը այլ ինչ է։ Ուրախություն, խաղաղություն, արդարություն, Սուրբ Հոգով, որտեղ այս աշխարհն էլ ունի ուրախություն, խաղաղություն ու արդարություն իր չափանիշների մեջ, բայց Աստծո արքայության ուրախություն, խաղաղություն ու արդարությունը դա Աստծո ներգործությունն է։ Ամեն, որ ամեն մտքից վեր է, ամեն տեսակի խաղաղությունից խաղաղ է։ Այսօր եղանակի հետ մեր խաղաղությունը գալիս է գնում է, չէ՞։ Այսօր մեր աշխատավարձի հետ մեր խաղաղությունը գալիս ու գնում է, այսօր մեր փոխհարաբերությունների հետ ընկնում ու բարձրանում է մեր եւ խաղաղությունը, եւ ուրախությունը, եւ այո, արդարությունն էլ հետը։ Բայց Աստծո արքայության արդարությունը, խաղաղությունը, դա երկնքից է, դա մնայուն է, դա հաստատուն է։ Գիտեք ինչու՞։ Որտեւ հենց ինքը Աստված է մեր կյանքի մեջ։ Հենց ինքն է աղբյուրը մեր կյանքի մեջ, ու նա մատակարարում է մեզ։ Ես հավատում եմ, ընդունում եմ եւ ապրում եմ։ Ամեն, հնազանդվելով։ Եթե չպետք է հնազանդվենք, ուղղակի ասելը թող քո արքայությունը գա, դա անիմաստ է թանկագիններս։ Երբ որ ես ասում եմ թող գա, ուրեմն ես որոշում եմ կայացնում հնազանդվելու։ Գնանք հնազանդության մի ուրիշ կետի։ Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է, կամ ինչպես որ երկնքում է, այնպես էլ երկրի վրա։ Աստծո կամքը լինի։ Սա ինչի մասին է խոսում, նույնպես հնազանդության մասին։ Ամեն։ Նման աղոթք արել ենք, միգուցե շատերն էլ մինչև այսօր անում են։ Դե, Տիրոջ կամքը լինի։ Ու վերջ։ Իսկ ինչպիսին է Տիրոջ կամքը, որն է Տիրոջ կամքը, հատուկ այս հարցի մեջ, այս գործարքի մեջ, այս քայլի մեջ, որն է Տիրոջ կամքը։ Ուղղակի ասելով թող լինի Տիրոջ կամքը, բարի ցանկություն, այնքան քիչ է։ Օրինակ, կա չէ որ բարի մաղթանքներ են ասում։ Ծնունդի ժամանակ, հարսանիքների ժամանակ, ուղղակի սրտի ցանկություն։ Չէ, աղոթքը ուրիշ բան է։ Երբ որ աղոթք ու հավատքով հռչակումը, դա իրականում երկնքից են բերում քո կյանքի վրա։ Բայց երբ որ տենում ես, դա ուղղակի կարգ է, քաղաքավարությունից ելնելով, դե պետք է մի բարի բան ասես, չնայած լավ խոսքեր ասելը միշտ էլ լավ է, ամեն, լավ խոսքերը միշտ էլ լավ է ասելը։ Բայց գիտեք, երբ որ մենք գիտենք որն է Աստծո կամքը, երբ որ մենք հատուկ ճանաչում ենք Աստծո կամքը եւ ասում ենք քո կամքը թող լինի, որովհետեւ երբ որ գալիս է Աստծո կամքը, կա նաեւ մեր կամքը, որ պետքա բախում տեղի ունենա։ Ու ես հասկանալով ասում եմ, Տեր, քո կամքը, այս իրավիճակի համար, սա է քո կամքը, թեև ես այդքանն էլ ոնց որ մարմինս հակառակվում է, ես գիտակցում եմ, որ քո կամքը վեր է ամեն տեսակի կամքից, ամեն տեսակի խորհուրդներից, ծրագրերից, բայց ես այսօր հորժարակամ, իմ կամքը դնում եմ քո կամքի տակ։ Այս աղոթքը ասելով Հիսուսը ուզում էր ասել, որ թանկագիններ, աշխարհում, ձեր կյանքի մեջ ընթացքում կլինի խաչմերուկներ, կլինի ընտրության որոշումներ, կլինի պահեր, որտեղ որ մենք կամ դուք պետք է հասկանաք, որ Տիրոջ կամքը ձեր օգտի համար է։ Ու համարձակ ասեք ոչ թե այնպես ես եմ ուզում, այլ ինչպես որ դու ես ուզում։ Մեր Տերը իր օրինակը տվեց, չէ, անգամ այդ սաստիկ իրավիճակի մեջ հասկանալով, որ խաչը ինչքան էլ նեղություն է, դժվարություն է, բայց ասես գիտես հաղթանակը դրա մեջ է։ Դրա համար, երբ որ հասկանում ենք ով է Աստված, ինչպիսին է Աստված, ինչ նկրտումներ, ինչ փափագներ ունի, հիմա հասել ենք կամքին, մենք պետք է ճանաչենք Տիրոջ կամքը։
Ամեն։ Տեղերի վրա չեմ կանգնում կարդալու թանկագիններս, որ ժամանակի մեջ տեղավորվենք, բայց գիտեք, Երեմիան ասում է, գիտեք, Աստված ունի բարիքի խորհուրդներ, ոչ թե չարիքի։ Մի ուրիշ տեղ գրված է ճանաչեք Տիրոջ կամքը, որն է բարին, հաճելին եւ կատարյալը։ Բարին։ Հակոբոսը ասում է, ամեն բարի բան լույսի հորից է գալիս։ Բայց գիտեք, մեր բարին ու Աստծո բարին ուրիշ է։ Մեր չափանիշները ու Աստծո ասած հաճելին ուրիշ է։ Մեր մարմին ասում է իմ համար հաճելին է, որ ոչ մի օրենքի ես չի ենթարկվեմ, չէ՞, մարմինը։ Ինչ ուզեմ, ես այնպես էլ անեմ։ Համաձայն չեք։ Բայց Աստված ասում է, լսեք, դու կարգ ու կանոնի կյանք պետք է ունենաս։ Դու գիտակցաբար, թանկագիններս այնքան լավ է, որ Աստված չստիպեց, շատերը կան կամ լավ ոմանք կան, որ ասում են, գիտեք, Աստված այդքան էլ արդար չի։ Ու հարց է տալի, ինչպես։ Ասում է, գիտես, ինչի ինքը թողեց, որ մենք մեր կամքը դրսևորենք, որովհետև հասկանում ենք, այո, մենք մեր կամքով այս աշխարհային հեռանում ենք միշտ Աստծուց։ Բայց ինչի ենք մենք այդ տեսանկյունը նայում, թանկագիններս։ Եկեք տեսնենք, ինքան Աստված հարգեց, սիրեց մեզ։ Ասում եմ, մենք իր հետ Քրիստոսի մեջ աջ կողմն ենք նստած։ Գիտեք, նույն հարթակի վրա։ Այնքան սիրեց ու ինքը հավատաց, որ մենք կարող ենք կամք դրսևորել ու հնազանդվել իր կամքին։ Ինչու ենք մենք նայում, որ միշտ թերի ենք ու միշտ հակառակ ենք գնալու Աստծուն։ Ինչու ենք մենք նայում, որ չէ, ես չեմ կարող Աստծո կամքին հնազանդվեմ։ Ես հաստատ թեև լինում է մեր կյանքում այդպես, բայց եկեք ուրիշ բանի վրա նայենք։ Եթե Աստված մեզ ասում է հրճակի, որ իմ կամքը լինի քո կյանքում, նա գիտակցում է, որ ես ու դու կարող ենք կանգնել այդ որոշման վրա, ասենք, այո, ինչքան էլ հիմա ինձ կներեք դժվար է, ինչքան էլ ճնշումը շատ է, սարսափելի է, բայց թող քո կամքը լինի։ Աստված հավատում է մեր զորությանը, մեր կարողությանը, մեր վճռականությանը, այս խոսքերի մեջ հավատում է, որ դու կարող ես ասել ոչ, իմ Տիրոջ կամքն է լինելու։ Ու երբեք կներեք այս բառից համար թուլամորթություն չանել, ասել թե ես չկարեցա Տեր, ես չդիմացա։ Ոչ, չդիմացանք, մեկ Աստված ներողը։ Հիմա ներման բաժնին կհասնենք։ Մեկ Աստված ներողը, բայց մեկը ինքը ուզում է, որ դու վճռակամ լինես։ Բայց դրանից առաջ կամքը ճանաչելա պետք թանկագիններ։ Եկեք չաղոթենք, դե եթե Տիրոջ կամքն է թող լինի, ոչ։ Մի ուրիշ խոսքում էլ, ասում եմ մի եղեք անմիտ։ Այլ հոգով լցվեք, որպեսզի ճանաչեք Տիրոջ կամքը։ Ասում որ լցվեք նրա կամքի գիտությունով, հոգևոր հանճարով, որպեսզի բոլոր սուրբերի հետ միասին, այսինքն բոլորը պետք է ճանաչեն, ոչ թե մեկ ասի սա է Աստծո կամքը, մեկ ասի սա է Աստծո կամքը, ոչ, Աստծո կամքը Աստծո խոսքն է, որ գրված է եւ անխախտ է։ Ու խնդրում եմ մի ասա, Տերը ինձ յուրահատուկ այցելություն արեց ու ասեց սա է, այս գրվածքը մի կողմ, սա է Աստծո կամքը։ Ոչ։ Չնայած մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ, այո, մենք կարիք ունենք Աստծուց լսելու, բայց միևնույնն է, ինչքան էլ հղում անես, ինչքան էլ, չգիտեմ, ինչ իրավիճակ է լինի, պետք է հղում Աստծո խոսքի վրա լինի։ Հիմքը պետք է Աստծո խոսքը լինի, ոչ թե իմ ու քո զգայարանները, ոչ թե իմ ու քո ինտուիցիան, ոչ թե իմ ու քո համոզված լինելը, փորձառություն, այլ Աստծո խոսքը պետք է լինի։ Ո՞րն է Աստծո կամքը։ Որ բոլոր մարդիկ փրկվեն։ Աստծո կամքն է, ուրեմն համարձակ աղոթի, ու եթե ինչ-որ մեկն էլ քո հարազատներից փրկված չի, տես իրան Աստծո աչքերով եւ ասա. Տեր, ինչպես քո կամքն է երկնքում, այնպես էլ իմ հարազատի կյանքում փրկություն ու հալելույա, ուրախ գնա հաջորդին։ Ամեն։ Աստծո կամքն է մեր համար, որ մենք առողջ լինենք, որ մենք ուրախ լինենք։ Ամեն, որ մենք զորավոր լինենք, հաղթող լինենք։ Ու դա չի նշանակում, որ երբեք ձախողումներ չենք ունենա։ Ու դա չի նշանակում, որ երբեք սայթակումներ չենք ունենա։ Դա չի նշանակում, որ չենք տկարանա։ Անգամ Պողոսն է ասում։ Ասում է, ով չի տկարանա, ես էլ եմ տկարանում։
Պողոսն էր բանտի մեջ։ Պողոսն մարմնի ինչ որ տկարություններ ուներ երբեմն, բայց երբեք չէր ասում. Այս վիրուսը եկավ կյանքս խլեց։ Երբեք չես տեսնում։ Թեև ասում է, գիտես, ասում է Քրիստոսի վերքերի այդ ամեն ինչ օրինակը ես հիմա իմ մարմնի վրա կրում եմ։ Այսինքն ես նեղություն ունեմ, ցավ ունեմ, մեր Տեր Հիսուսն էր խնդիրների մեջ, չէ՞։ Ասում է հոգիս տրտմած է, այնքան խորը տրտմություն կա վրա, ու աշակերտներին ասում է օգնեք ինձ, աղոթեք իմ համար, աղոթեք ինձ հետ, հաղթ արելու, անգամ գայթակղություն ունեցավ, չի լինի այս բաժակը անցնի, բայց գիտեք որն էր, որ ասեց Տեր, ես գիտեմ, որ քո կամքը վեր է, քո կամքը կատարյալն է, ես չեմ ուզում, սա 50-50 տարբերակը չի, ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղից տանգագիններս, եկեք 50-50 ընտրենք, տեսնենք ինչ կլինի, եթե չեղավ կզանգեմ մեր եկեղեցու ամենալավ աղոթող քույրիկը, չգիտես խի քույրիկը միշտ, ով է, միգուցե աղոթի, եսի զանգ ընկերոջն է, հետո, էլ ինչ տարբերակ կար, հա, էլ չկար ուրիշ տարբերակ, 50-50, զանգ ընկերոջը, դահլիճի օգնությունը, բա ինչի եք մոռացել, ու հետո որ տենում ես դա էլ չի օգնում, ես չեմ ասում այդ խաղը հոգևոր է, բայց հələ կանգնի նայեմ էլի, ես գիտեմ իրա կյանքում էլ ասենց բաներ եղել, այն մյուսին, հա դե նորմալ է, թող ես էլ իմը լինի, հիմա իրանցից մեկն էլ ես եմ, ինչի տարբերվեմ, ոչ, մենք պետք է նայենք որն է Տիրոջ կամքը, ոչ թե ում կյանքում ինչ է կատարվել, այլ որն է Տիրոջ կամքը, ոչ թե հասկանում եք մեր իրավիճակը ծածկել կամ սենց սխծնել, հարմարվել սիրուն, հոգևոր, չակերտավոր, կրոնական ծածկոցներով, սա Տիրոջ կամքն է, ու ես իմ մեջ կհնազանդվեմ ասելով, որ ոչ թող լինի Տիրոջ կամքը, թող լինի ոչ ես առողջ պետքա լինեմ, ոչ ես պետքա ծառայեմ Տիրոջը, ոչ ես պետքա այո զոհեմ իմ կյանքը Աստծուն, նվիրաբերեմ, ոչ միայն կյանքս, այլ ժամանակ ու ամեն ինչ, որովհետև ես գիտեմ Տիրոջ կամքն է, այո, մեր քույրիկը շատ լավ ասեց, որովհետև ես վարձքին եմ հավատում, երկնքում ինձ տրվելու է այն փառքի պսակը, ու ես ուզում եմ դա ինչքան հաստ, կամ չգիտեմ ինչքան ճոխ, այնքան ավելի լավ, որովհետև իմ Տերը չի արգելել, ես գիտեմ, որն է Տիրոջ կամքը, ու չեմ վախենա, երբ որ զոհաբերելու ժամանակ է, ես գիտեմ, որ Տիրոջ կամքն է, որ իմ սերունդները օրհնված լինեն, դրա համար ես չեմ դադարի իրանց Տիրոջ խոսքը խոսալու, կամ իրանց ձեռքերից բռնած, բերելու ամեն կիրակի եկեղեցի, ես գիտեմ Տիրոջ կամքը, կիրակին Աստծուն տալն է, ոչինչ մի քիչ շատ խոսացի սրա մասին, ես գիտեմ, դրա համար էլ գիտեմ ինչ եմ անում, ամեն, իսկ ով որ չգիտի Տիրոջ կամքը, ասում գիտես այսօր արթնացա, տեսա կիրակի էր, Տերս խոսած, հոգին իջավ վրես, ասեցի, հոյ հալելույա, ինչի, որտև փշակ հաղվեցի, որդյակս, լավ, թող քուրիկ լինի, դուստերս, հանգստացի, այսօր ես քեզ հանգիստ եմ տալիս, գիշեր լավ չես քնե, քունը տար, ու ես քնի մեջ քեզ կխոսեմ, ու լսողները, չէ, մի արձագանքեք, այս պատմությանը, ասում են ամեն, սա Տիրոջ կամքն էր, ստեղ Տիրոջ կամք չկար, ուղղակի պետք էր, այդ հոգևոր չակերտավոր կրոնավորին ձեռքով խփեիր, այսինքն հոգով մարմնիդ, ասեր լսի, շուտ արա հավաքվի,
ու ես քեզ եկեղեցի եմ տանում։ Այսա Տիրոջ կամքն էր։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Դավիթ ասում է. Տեր, ես քո կամքը ճանաչել կամեցա։ Ամեն։ Մի ուրիշ խոսքերով փնտրի Աստծո երեսը։ Փնտրի Աստծո խոստմունքները։ Ամեն։ Մի վախեցի ոչ մի բանից։ Եթե նա իր կամքը տվել է մեզ, հայտնել է մեզ, անգամ ասում է Աստված ոչինչ չի անում, եթե չի հայտնում իր խոսքը իր, բայց այնտեղ գրած է մարգարեներին, դու էլ ես մարգարե։ Ու այդ պարտադիր չի, որ դու Հիսուսի անունով հռչակում անես կամ չգիտեմ մարգարյանաս, դու իր մարգարեն ես, դու իր պատգամաբերն ես, որ ունես մարգարեություն ես աշխարհին, գնա մարգարեացի, որ Հիսուսը խաչվել է քեզ համար։ Ամեն, որտեվ մարգարեության հոգին քո մեջ է, Սուրբ հոգին, Աստծո հոգին։ Լավ, դրա համար Աստված ուզում է հայտնի, որպեսզի մենք իմանանք եւ վարվենք իր կամքի համաձայն, որ մեզ եւ լավ լինի եւ բարի լինի եւ հաճելի եւ կատարյալ լինի։ Ամեն։ Թույլ կտակ առաջ գնամ։ Ուր ենք հասել, որ ով է հետևում։ Հացը։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Բավաղը։ Բայց մյուս շաբաթ էլ ուրիշ առիթ ունենք։ Լավ։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Աստված չէր ուզում ասել, գիտեք, օր ու գիշեր մինչև չաղերսես ես քեզ չեմ տա։ Աղերսի, աղոթի, ուշքու միտքդ, հանկարծ բաց չթողես, հա։ Այսօր եթե մի բանի պակասություն ունես, ուրեմն լավ չես աղոթել։ Հավատքով չես աղոթել։ Ոչ, Աստված ուզեցավ ասեր, որ ես քո ամեն օրվա համար հոգ եմ տանում։ Ես քո ամեն օրվա կերակուրի ու առաջին ասեմ հոգու եւ շնչի եւ մարմնի կերակուրի համար հոգ եմ տանում, որտեղ մենք հոգեվոր մարդիկ ենք, մենք հոգի ենք, ունենք մարմին եւ շունչ, մտածելակերպ։ Ամեն։ Այդ Աստվածաշնչյան դպրոցում, եթե ուզես, մենք բաց դարս կանենք, բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով, մենք բաց դաս կանենք, հոգի շունչ մարմինը կգաք կմասնակցեք։ Եթե դա իհարկե լինի տեղում, ոչ թե on-line տարբերակով։ Բայց լավ, Աստված ուզեց ասի, որ ես հոգ տանող եմ, քո ամեն օրը գիտեմ, քո ամեն օրվա կարիքը գիտեմ, ու դու երբ որ ասել ես Տեր, մեր ամեն օրվա, այսինքն ինչ ունես ինձ այսօր ասելու։ Ոչ թե, որ գնում ենք ինչ-որ միտեղ ու պատվիրում ենք 3 հատ խորոված, 4 հատ քյաբաբ, Տեր, կերակրի, որտեվ ես վստահում եմ քեզ։ Կերակրի ու այսօր եկել ենք ու գիտեք, այո, ինչ ունես ինձ տալու, որտեվ մեր հոգին կարիք ունի կերակուրի։ Հիսուս ասաց, ես եմ կյանքի հացը։ Ինձ ուտողը չի սովի։ Ամեն։ Ինչ կարող է տա Հիսուսը մեր Աստված մեր մտքին հետ։ Զարգացնի մեզ։ Մեր ինտելեկտը, թանկագիններս, մեր ինտելեկտը։ Երբ որ մարդիկ մենք տեսնում ենք քրիստոնյա են, այո, քրիստոնյա են, վերստին ծնված են, բայց գիտես իրանց մտքի մեջ sense խառնաշփոթ վիճակ է։ Թույլ չեն տվել, որ Աստված զարգացնի։ Չեն հավատացել, որ նաև նրանք կարող են կրթվել։ Հոգևոր մարդիկ եղել են ամենակիրթ մարդիկ։ Պատմությունը հետ գնա ու տես։ Դպրոցները եղել են եկեղեցիներում։ Քահանաներն են սովորացրել։ Բոլոր քահանաները սովորացրել են։ Եղել է դպրություն, եղել է դպրանոցներ։ Ու այսօր մենք էլ նույնն ենք անում։ Ամեն։ Ու զարգանալ պետք է իրականում։ Ուֆ, դե ինչ լավ է, ես Հիսուսը Տերս է, всё, Սուրբ Հոգին մեջս է։ Էլ ինչ պետք է կրթվել, զարգանալ։ Հա? Դե եկեք գնանք կալոշ հագնենք ման գանք։ Չէ, բայց այսօր ես լավ բաներ եմ տեսել, լավ ուզում եմ հագնվեմ, լավ ուզում եմ ճաշակ։ Այդ ճաշակ դնողն էլ է Աստված։ Իրար հետ փոխհարաբերությունների մեջ
իրար հաճույք պատճառելը եւ հաճույք ստանալը այն, չէ, հաղորդակցությունից, դա էլ է Աստծուց։ Ու եթե ուզում ես քեզ հետ լավ վարվեն, նշանակում է դու էլ պետքա լավ վարվես, դու էլ պետքա քաղցր, գեղեցիկ ու լավ խոսքերով խոսես, այսինքն մեր բառապաշարն էլ է փոխվում համաձայն մեր մտքի փոխվելուց։ Ամեն։ Ու դա ապահովում է Աստված, առավել եւս մեր հոգին, ասում եմ, եթե մեր հոգին զորանում է, ինքը հաղթում է մարմնին, մարմինն էլ է սկսում փոխվել։ Մարմինն էլ գիտի երբ ուտել, երբ չուտել։ Մի քիչ առաջ խոսացինք, որ ուրբաթ օրը չուտելու օր է։ Ու մեր հոգին ղեկավարում ասում է՝ լսի, դու չես մահանա, այսօրը չուտելու օր է։ Հնազանդվելով Աստծուն։ Ու մենք գնալու ենք հնազանդությունով, մեր սրտի խոնարհությունով զորավոր աղոթք բարձրացնենք մեր երկրի համար։ Մարմին չես մահանա, մի վախեցի։ Մի վախեցի։ Դու ինձ պետք ես։ Ու այո, ոչ թե եկեք մարմին անարգենք գնոստիկների պես են, չգիտեմ, այն դարերում, որ ասում են դե մարմինը մեզ պետք չի, ոչ պետք է, որտեղ մենք այս մարմնի մեջ ենք։ Այն մարդկանց, ովքեր որ էլ մարմին պետք չի, իրանք էլ ստեղ չեն, գիտեք։ Էլ իրանք ստեղ չեն։ Իսկ մեր մարմինը պետքա կերակրելու եւ Աստված հոգ է տանում։ Մեր ամեն օրվա կերակուր, էլի եմ ուզում ասեմ, մեր բոլոր ոլորտների մեջ։ Ամեն, մեզ պետքա վստահել, մեզ պետքա հավատալ, մեզ պետքա գոհանալ, ու Աստված քո ձեռքի գործն է ուզում օրհնի։ Աստված ասում է ես սոված մարդուն ուտողին, էլի։ Ինչ եմ տալիս։ Հաց։ Բայց ցանողին է սերմ եմ տալիս։ Ասում եմ լսի, որ դու ուտում ես, լավ է, բայց ես քեզ իմաստություն եմ տալիս, որ մի մասն էլ ցանիր, որտեղ վաղնել ուտելու բան կա։ Ամեն։ Գիտես միշտ չէր, որ Եղիային կերակրեց ագռավը, միշտ չէր, որ ինչ որ գերբնական հենց երկնքից էր ընկնում, թեև կան նման դեպքեր, ու կարող են լինել իմ ու քո կյանքում էլ, բացառություն չէ, բայց ես հավատում եմ Աստծուն, ով որ կարող է մեզ միտք տալ, ով կարող է մեզ ծրագրել տալ, ով որ կարող է մեզ սովորացնել ու մենք վաստակենք։ Ամեն։ Սա էլ է մտքի կերակուր, վստահություն։ Նա կարող է քո սրտի մեջ հավատք դնի, որ դու չվախենաս, երբ որ դու քո 10%-ը Տիրոջ գործի համար ես տալիս, երբ որ դու առատ նվերներ ես անում Տիրոջ գործի համար, չվախենաս, որտեղ վաղվա Տերն էլ Աստված է։ Ամեն։ Էլ ինչ ասեմ։ Մարդիկ, հոգևոր մարդիկ, հավատքը չափում են տալուց, ընդհանրապես, ոչ թե ով որ շատ տվեց, այլ ով ինչքան իրան պահեց, ես լսել եմ, ինչ որ մեկից ու շատ է դուրս եկել, ասում է մարդու հավատքը չափվում է, ոչ թե ինչքան շատ տվեց, այլ իրան ինչքան պահեց, ինչու եմ ես սա բերում, մեջ բերում, որտեվ ես իսկ վաղը Աստված կտա, որտեվ այսօր տվել է, այսօր ես ունեմ, իսկ վաղը միգուցե կտա։ Ուրիշ խոսքերով ասում էր, լսի, մի անհանգստացի, հա, կարելի է նվագեք, մի անհանգստացի։ Ամեն, անցնանք հաջորդին։ Հետո, այ, Տեր ջան, և թող մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, կամ ում որ պարտք ենք, Ղուկասի մեջ մի քիչ ուրիշ ձևագրված, ասում է, և ներիր մեր պարտքերը կամ մեղքերը, որովհետև մենք էլ նրանց, որ մեզ էին պարտական, մենք էլ ենք թողել։ Բայց երբ որ ես խոսքի վրա մտածում էի, ուզում եմ մի պնդում անեմ, գիտես մենք երբեք չենք կարա մարդկանց ներենք, եթե չվերապրենք Տիրոջ ներումը մեր կյանքերի մեջ։ Կամ դա չի լինի այն ներումը, որ ուզում է Աստված, եթե մենք առաջինը չվերապրենք իր ներումը։ Աստված ուզում է ասի, որ լսի, ես ներող եմ։ Ու արդար ասում է 7 անգամ էլ ընկնի կկանգնի, որտեվ կա ներում։ Եթե կա ապաշխարություն, եթե կա զղջում, եթե կա որոշում հետ դառնալու, կա վերականգնում, ասում է Աստված։ Ամեն։
Այո, մենք եկել ենք ու երբ որ մենք գիտակցում ենք ովքեր էինք, ինչպիսին էինք, իսկ բոլորս էլ նույնն էինք մեղքի հարցում։ Բոլորս էլ նույնն էինք Աստծո փառքից պակասված, բոլորս էլ ընկած էինք իր շնորհքից, բոլորս էլ թշնամացած էինք Աստծո։ Բայց ինքը իր մեծ ու շատ ողորմությունով մեզ ներեց։ Երբ որ մենք մեղքի մեջ թաթախված գնում էինք հաջորդ մեղքին, երբ որ մենք Հիսուսին ցավացրած գնում էինք հաջորդ ցավացնելուն, ասում նա մեզ ներեց։ Ինչու՞։ Որտեվ իր էությունն է այդպես, որտեվ իր սիրտը լցված է իմ ու քո հանդեպ։ Ու երբ որ մենք ասում ենք Տեր ներիր, մենք պետք է հասկանանք ով է իրականում մեր Աստված, ոչ թե գլուխներս կախգանք, չգիտեմ, կների, չի ների, թանկագիններս մարդիկ կան, որ այսօր իրանց դատապարտում են։ Այդ իսկ պատճառով էլ եկեղեցի չեն գալիս, հիշելով իրանց արածները, չգիտեմ, կապ չունի։ Հայրական տան մեջ, հայրական սրտի մեջ դու տեղ ունես։ Քո համար կա արյուն թափված։ Առաջի Հովհաննես 1:9-ում գրված է. եթե խոստովանենք մեր հանցանքները, այո, խոստովանեմ պետք չի պատմել հատիկ առ հատիկ, պետք է ուղղակի գիտակցել, զղջալ ու ասել ես ուզում եմ դառնամ Տեր, վերականգնի, ներիր, այսինքն վերականգնիր, ոչ թե հələ արի մի հատ էլ հիշացրա, մի հատ էլ ցավացրա, մի հատ ոչ, ասում եմ նա հեռացրեց մեր մեղքերը մեզանից այնքան, ինչքան հեռու է ով է ֆիզիկայից լավ, ինչքան արևելքը արևմուտքից։ Այսինքն ինչքան էլ նայես, խոշորացույցով էլ նայես, չի երևա, չես գտնի։ Ինչի ենք եկել գտնելու։ Ների։ Համարձակ, արի Աստծո առաջ։ Ամեն։ Մի ծածկի, չի ծածկվելու երբեք։ Այնպես չէ որ ծածկենք ու Աստված չտեսնի, ոչ։ Աստված ասում է այս դուռը բաց է քեզ համար միշտ։ Համարձակ արի շնորհքի գահի առաջ։ Ուսում եք միշտ մտածում եք ինչ-որ մի բան պոկել տանելու, ներում ստանալու առաջի հերթին, վերականգնվելու, այո այն որդիական դիրքը երբեք չթողելու ու տեղ չտալու սատանային, որ ինքը իր պարանը մեզ հետ քաշի։ Այլ մենք կտրում ենք, ոչ ես գնում եմ իմ հայրական ներկայության մեջ։ Ամեն։ Իհարկե այստեղ խոսում է փոխհարաբերությունների մասին, մարդ Աստված եւ մարդ։ Կարելի ասել օգնիր, որ ես էլ ներեմ։ Տեր օգնիր, որ ինչպես որ դու ես ինձ ներել ու ինչպիսի ուրախություն ես եմ վերապրել իմ մեջ, գիտակցելով, որ դու վաղը երբեք ինձ երեսով չես տա, որ ես էլ քո նման լինեմ։ Մի ուրիշ խոսքերով քո սրտի պես սիրտ արայի մեջ։ Ես էլ եմ ուզում, չէ որ ես քո որդին եմ, չէ որ քո գեները իմ մեջ են, չէ որ դու ես իմ մեջ, ու ես էլ եմ ուզում ներեմ, ես ներողները, ողորմածները իրանք բարձր են։ Այո, իրանք բարձր են, իրանց արժեքը բարձր է։ Իրանք ոնց ասեմ, մանր, էժան բաների հետևից չեն ընկնում, իրանք ներել գիտեն։ Բայց ով ունի այդ սիրտը, ով որ իրականում ներում է ստացել։ Լսեք, չկա մեկն էլ արդար, չկա մեկն էլ առանց Աստծո արդար։ Այո, ես հասկանում եմ, որ Աստծո համար ուրիշ է, նա սիրտը ուրիշ է, մեր համար ուրիշ է, բայց Աստված ասում է ներեք, դուք էլ ձեր հերթին ներեք, չեմ ուզում վախեցնեմ, այ որ չներես չես ներվի։ Դրա մասին չի խոսքը։ Չնայած, հետո խոսքերի մեջ շարունակում է, լեռան քարոզի մեջ ասում է, թողեք, որ ձեզ էլ թողվի, որ դուք էլ ազատ լինեք, արձակեք, որ ոչ թե որ Աստված կապերը պահել է, չի արձակի, այ երբ որ դու արձակում ես, դու արձակվում ես ինքստինքյան, սատանան չի կարում, Աստված չի քեզ կապել, դա սատանան է կապել, դա չարությունը, վիրավորանքն է կապել, ոչ թե Աստված է քեզ կապել, արձակի ուրիշին, որ Աստված է քեզ արձակի։ Սատանան արձակի, որտեղ կա ներում, որտեղ կա ողորմություն, այնտեղ գոյություն չունի սատանան, գոյություն չունի, որտեղ ինքը տրաքում է, հələ նա ինչքան մեծ հոգի են, ինչքան
մեծ սիրտ ունեն։ Հələ նայի, որ Աստծո բնավորությունը կա իրանց մեջ։ Հələ նայի, որ իրանք Աստծո պես են, ինպես չար չեն, նախանձ չեն, չգիտեմ, Աստծո պես են։ Այո, թող սիրտը ճաքելով փախչի ու գնա քեզանից։ Հիսուսը ուզում էր ասել, լսեք, ձեր փոխհարաբերությունները, եթե իմ հետ լավ լինի, ուրիշների հետ էլ լավ կլինի։ Ու սկսեք կառուցել փոխհարաբերություններ իմ հետ ու կկառուցեք ուրիշների հետ։ Մի ասա չի լինի, Հիսուսն ասում է կլինի։ Ազատ ապրի, ուրախ ապրի, պարգևի կյանք ուրիշին, պարգևի ուրախություն ուրիշին։ Ամեն, մի նվաստացրա ուրիշին։ Եթե մեզ նվաստներից Տերը բարձրացրեց, եկեք մենք էլ բարձրացնենք։ Դա Աստծո բնավորությունն է։ Ոչ դատապարտությանը։ Ամեն, ներում ազատությունը։ Առաջ գնանք լավ։ Եվ մի տար մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, ամեն։ Ու առաջի հայացքից, երբ որ կարդում ես այս տողերը, մտածում ես Աստված մեզ հրելով տանում է գցի գայլի բերանը, մի տար մեզ փորձության, այլ ազատի մեր չարից։ Չէ, այսքան Աստծո մասին խոսեցինք, Աստված մեզ չար բանով չի փորձում։ Աստված մեզ չի տանում գցի կոկորդիլոսի բերանը, որ ինքը մեզանից մեր մեծ մասը հնոսում ականջը մնա։ Դու կանես։ Աստված մեզ Հակոբոսը կարծեմ ասում է չար բանով չի փորձում։ Բայց մենք մեր ցանկություններից, չէ, դրթված, շարժված ընկնում ենք փորձությունների մեջ։ Մեր սրտի ցանկություններից։ Դեռ ասում է, էս եք ուզում, են եք ուզում, հետո իրար հետ կռիվ, պատերազմ, վեճեր, ընկնում եք փորձությունների մեջ։ Սխալ ցանկությունները ծնում են սխալ գործողություններ ու հետո գայթակղություն, հետո մեղք։ Բա ինչի մասին է խոսքը։ Իսկ գիտեք, երբ որ Աստված մեզ փորձում է, լավ իմաստով եմ ասում, սա որպես ոսկին, որ թրծվի ավելի լավը դառնա, շատ տեղեր կան։ Արծաթը ասում է 7 հալոցով, սա իր խոսքի մասին է խոսում, բայց մենք էլ ենք ավելի ինտիր գտնվելու համար։ Այո, մենք նեղություններ ենք ունենում, մենք դժվարություններ ենք հաղթում, մենք ասում ենք մեր ճանապարհը նեղ է ու շոտ չկա, քարքարոտ, նեղ է ճանապարհը, երկինք տանող։ Ինչի մասին է խոսքը, թանկագիններս։ Ունենում ենք նեղություններ։ Սաղմոսների մեջ գրված է, բայց ամենքից Տերը ազատում է մեզ։ Ամեն։ Եկեք ճիշտ պատկերացում ունենանք Աստծո մասին։ Ոչ թե հրեց գցեց առյուծների գուբը ու դուռը փակեց ու հրճվեց։ Անկամ առյուծների գուբի մեջ էլ լինենք, միգուցե հայտնվենք, չգիտեմ։ Ինչպես Դանիելը, բայց սա Աստծո չար, ինչպես սատանան կփորձի մեզ Աստծուն չար ցույց տալ, ոչ սա Աստծո բարի կամքն էր, որովհետև ինքը այնտեղ էր։ Ու թագավորություն ապաշխարեց, թագավորները տեսան Աստծուն։ Ամեն։ Դրա համար երբեք չմտածես, որ Աստված մեզ տանում է փորձության։ Իսկ ինչ փորձության մեջ էլ որ հայտնվենք, ինքը հանող է։ Եվ ստեղ խոսում է Աստծո պաշտպանության մասին։ Աստված ուզում ասի, որ գիտես, ես եմ քո պահապանը։ Հանգիստ քնի։ Ես եմ քո մասին հոգ տանողը, ժպիտով քնի։ Մի հատ էլ գոհություն արա, մի հատ էլ պաչիկ տուր Աստծուն ու քնի։ Տեսել եք երեխեքին, որ անհոգ քնած են, ժպտում են։ Չէ՞։ Տեսել եք, մենք էլ Աստծո երեխեքն ենք։ Բայց մայրերը հսկում են, հայրերը աշխատում են, որ իրա կարիքները հոգան, մայրերը պաշտպանում են, ծնողական դիրքի մասին եմ խոսում։
Աստված ուզում է, որ ես ու դու ավելի ինտիր դառնանք։ Դրա համար, եթե մտնում ես հալոցով ու թվում է քեզ կայրի, առաջի Կորինթացիների 10:19-ում գրված Աստված, կներեք 10:13-ում գրված է, որ Աստված մեր կարողությունից ավել թույլ չի տա փորձություն։ Նշանակում է մեզ թրծում է, սա հոգևոր տրինաժոր է, որտեղ որ մենք մարզվում ենք։ Ամեն հետ մի կանգնիր։ Գնա համարձակ, որովհետև Տերը քեզ հետ է։ Խոսում է հոգևոր իշխանության մասին։ Ղուկաս 10:19 տվեցի ձեզ իշխանություն սատանայի ողջ զորության վրա։ Աստծո սպառազինության մասին ասում է եւ ազատիր մեզ չարից։ Գիտես, մենք ոչ թե աղաղակեք, որ Տերը փրկի, այլ Տերը տվել է մեզ բոլոր գործիքները։ Եվ մենք պետքա դուրս գանք։ Մենք պետքա հրամայենք սատանային։ Տեսնենք, որ ինքը մեր կողմն է։ Ես գալիս եմ ավարտին, լավ։ Եվ վերջի խոսքերը, որ ասում է, որովհետև քոնն է թագավորությունը, քոնն է զորությունը եւ փառքը, ու ես համաձայն եմ դրա հետ։ Այսինքն, գիտեք ինչ, մեր կյանքը թող փառաբանի Աստծուն։ Ամեն ինչի համար դու ես փառավորվելու, ամեն ինչի համար քեզ դու ես մեծարվելու, դու ես ամենազորավորը, դու ես փառավորը, դու ես իմ թագավորը, սա գոհություն է ուղղակի, որ ամեն մեկս կարող ենք ճանաչելով այսպիսի Աստծուն սկսենք գոհանալ Աստծուց, փառաբանել, հա? Միշտ գոհացի ու փառաբանի, հիշի, խնդրում եմ, ինչպիսին է Աստված, հիշի են վկայությունները, որ եղել է ամեն մեկիդ կյանքի մեջ, որ սկսեք փառաբանել Աստծուն, մեկը դու ես բարձրալը, ու ես հնազանդվում եմ, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, ամեն, ամեն, Բա միգուցե հարց կառաջանա, բա ինչը լինի երկրի վրա, ինչը որ երկնքում է, այն ինչի մասին որ խոսացի։ Ամեն գալով հաղորդության սեղանին ուզում եմ ուղղակի ասեմ թանկագիններս։ Հիսուս ասաց, ես եմ կյանքի հացը։ Եվ սա իմ մարմինն է, եւ սա իմ արյունն է, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Եվ ինձ ուտողը ինձ ունի, ինչ որ ես ունեմ, այդ ամենը ունի, ասում է Հիսուսը։ Ես ուղղակի կոչ եմ անում, երբ որ դու կմոտենաս, կվերցնես, գնաս, կկանգնես քո տեղը, չգիտեմ, կամ ճանապարհին կընդունես, բայց միևնույնն է, դու ընդունի Հիսուսին հավատքով, ուղղակի հացն ու գինին, ընդունի Աստծուց ամեն ինչ, գոհությունով, փակի աչքերդ, խնդրում եմ, եկեք ոտքի կանգնենք, ուզում եմ ասեմ, որ էլի այն վերջից գալու ենք, ամենավերջի առաջի մարդը գալու է, հետո շարք, մեր ծառայողները կօգնեն, հլը չեն գալիս, հլը աղոթք չեն կարել։ Ու հետո մի խոսքով, վերցնես կգնաս քո տեղը, մենք իրար հետ կընդունենք։ Եկեք մի գոհության աղոթք անենք հենց հիմա։ Տեր, շնորհակալ ենք քեզ համար, քո հավատարմության համար, քո սիրո համար, քո մեծության համար, քո անսահման ողորմության ու շնորհքի առատության համար, որ Տեր դու չնայեցիր մեզ, մեր հետ հաշվի չնստեցիր, բայց այնքան մեծ էր քո սերը, որ խաչը տարավ քեզ։ Ու դու գիտեիր ինչ էիր անում, Տեր, ու դու գիտեիր ինչ է լինելու այսօր մենք արդեն, Տեր, այդ արդյունքն ենք, այդ սերմերն ենք, եւ դեռ շատերը, որ Տեր ճանաչելու են քեզ եւ գալու են դեպի քեզ։ Այսօր մենք գոհանում ենք, Տեր, քո մարմնի համար, որը որ այս հացն է եւ այն արյան համար, որ թափվեց խաչի վրա, որի խորհուրդն է այս գինին, Տեր, որ այս բաժակների մեջ է։ Ու մենք այսօր հավատքով ընդունելով, Տեր, գոհությունով ընդունում ենք այդ ամենը։ Եվ ասում ենք, այո, մենք քոնն ենք, Տեր, ու դու մերն ես։ Շնորհակալություն ենք հայտնում, Տեր, դու որ ամբողջ կյանքը տվեցիր, քեզ տվեցիր, դու ոչինչ չթաքցրեցիր մեզանից։
Ու մենք հրճակում ենք Տեր, ընդունելով այսօր հացը, գինին, ընդունելով քեզ հավատքով մեր սրտերի մեջ նորից կատարելով այս խորհուրդը Տեր, այս մեծ կարևոր խորհուրդը, մենք ընդունում ենք մեր կյանքի եւ Աստված պաշտության համար եւ հիմա եւ ամեն ժամանակների մեջ քո մատակարարումը, քո ազդեցությունը, քո առաջնորդությունը, քո ծրագրերը, քո կամքը, քո զորությունը, քո փառքը, քո հրաշքները, քո բոլոր Տեր իմ Աստված ներկայությունը մեր կյանքերի մեջ Հիսուս Քրիստոսի անունով, որովհետեւ կարողանանք դրսևորել եւ ցույց տալ ամեն տեղ, որ դու կաս, դու կենթանի ես ու դու մեր մեջ ես, թող փառավորվի քո սուրբ ու պատվական անունը։ Ամեն։